Հարգելիներս, այսօր ցանկանում եմ ձեր հետ կիսվեմ իմ կանաչի չորացնելու տարբերակի հետ։ Հարգելիներս, կարծում եմ հասկացաք, որ այս տեսանյութում ես ուզեցա ձեր հետ կիսվեմ իմ կանաչի չորացնելու տարբերակը եւ այսպիսով այստեղ պետրուշկանը ես տերևները առանձնացրել եմ իր կոշտ ցողուններից եւ լավ լվանալուց հետո այսպես փլավ քամիչի մեջ դրել եմ ինքը որ չորանա, դե իհարկե ժամանակ առ ժամանակ էլ այսպես գնաց է եկե խառնել եմ եւ երբ որ տեսնում ես արդեն կեսը չորացել է, դե դուք տեսակ այսպես մաղի օգնությամբ ես մաղեցի սկուտեղի վրա եւ առանձնացրեցի այսպիսի վառ երանգ ստացած, տեսնում եք ինչ երանգ ունի, ինչ անուշ կանաչ գույնը պահպանել է իմ կանաչին արդեն չորացրած եւ իհարկե ես սա արդեն կտեղափոխեմ փակ ամանի մեջ, ապակե տարայի մեջ եւ կպահպանեմ ձմռան համար։ Ասեմ, որ սա դեռ չի չորացել, դեռ ժամանակ կա, որ ինքն էլ չորանա։ Երբ տեսնում եք ինքը արդեն փշրվում է, դա նշանակում է ինքը արդեն չորացել է։ Եվ մի փոքր էլ կսպասեմ, այս մի քիչն էլ կչորանա եւ կխառնեմ ընդհանուր զանգվածին։ Հարգելիներս, նշեմ նաեւ, որ դուք կարող եք մի կապ գնելով այսպես կանաչիները ձեր չորացնեք եւ այդպիսով խնայեք ձեր ժամանակը։ Հարգելիներս, կարծում եմ նկատել եք, որ չորացրած կանաչիները յուրահատուկ սպეციფիկ ոչ հաճելի հոտ են ունենում, իսկ այս տարբերակով, որ ես կանաչին չորացնում եմ, երբեք այդ հոտը ես չեմ զգացել, իսկ մեր ռեհանը դեռ չորանալու տեղ ունի։ Ահա մեր ռեհանն էլ դեռ չորանալու տեղ ունի, ժամանակ առ ժամանակ այսպես ես իրան խառնում եմ, թթվածնով կարելի ասել հարստացնում եմ եւ նաեւ օգնում եմ, որ տերևները իրար չկպնեն եւ չբորբոսնի, չփչանա, առողջ տեսք լինի եւ համը պահպանի։ Այստեղ էլ մեր ցիտրոնն է, լավ մաքրեցի, տերևները ցողուններից առանձնացրեցի եւ կչորացնեմ կրկին նույն տարբերակով։ Հարգելիներս, ես միշտ նախընտրում եմ ձեռքիս տակ ունենամ թարմ կանաչիների փունջը եւ իմ ապուրների եւ աղցանների մեջ միշտ օգտագործում եմ թարմ կանաչին, բայց պահ է լինում որ պիտի օգտագործես նաև չորացրած կանաչիների փունջը։ Դրա իսկ պատճառով ձեր հետ ցանկացա կիսվեմ, թե ես ինչպես եմ
կանաչիները չորացնում եւ ցանկության դեպքում դուք էլ կարող եք հետևել իմ օրինակին։ Եվ այսպիսով հարգելիներս իմ կանաչիները շատ լավ չորացել են, պահպանելով իրենց գեղեցիկ երանգը։ Հավելեմ, որ կանաչիները ես օգտագործում եմ տարբեր ապուրներ պատրաստելիս, աղցաններ պատրաստելիս, երբ խորովածի միսը պիտի համեմենք, միշտ ես օգտագործում եմ կամ չորացրած ցիտրոն կամ ռեհան։ Եվ հավելեմ նաև, որ ես սննդային ոլորտի աշխատակից չեմ, ես պատրաստում եմ իմ տան անդամների համար եւ ես գիտեմ երբ ձեռնոց օգտագործեմ, երբ չօգտագործեմ։ Ահա տեսնում եք ինչ գեղեցիկ վառ երանգ ունի իմ չորացրած կանաչին, ասեմ սա պետրուշկան է, սա ռեհանն է, սա էլ ցիտրոնը։ Դուք էլ պատրաստեք եւ մատուցեք սիրով։